Ողջույն Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարներ շարունակում ենք ամփոփել շաբաթվա կարևոր քաղաքական եւ տարածաշրջանային իրադարձությունները։ Այսօր մեր հյուրն է Իրանագետ Ժաննա Վարդանյանը, ողջույն, շնորհակալ եմ այս հյուրընկալվելու համար։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը միանգամից սկսեմ Truth իր սոցիալական ցանցում հրապարակված վերջին գրառմամբ ու արդեն մի քանի ճեպազրույցներից երևում է, զգալի է, որ նա կարծես դադարեցրել է այդ ռետորաբանական պատերազմը Իրանի դեմ ու այսպես հրապարակային շնորհակալություն հայտնեց Իրանի իշխանությանը, նշեց, որ գնահատում է Թեհրանի քայլերը մասնավորապես մահապատիժները դադարեցնելու չկիրառելու ուղղությամբ ու ընդգծելով, որ դրանք նպաստել են իրավիճակի հետագա սրման կանխմանը, այսպես ասած, դատելով հիմա Թրամփի այս հայտարարությունից, որ իրեն ոչ ոք իրոք չի համոզել, ասում է, ոնց հենց ինքն է համոզվել, որ հարված հասցնելը նպատակահարմար չէ, որ անդադ սպառնում էր, կոչնչացնենք, ընդհանուր անգամ Խամենեի հասցեին հնչեցին այդ մեղադրանքները, որ կոչնչացնենք, այնտեղ պետք է իշխանության փոփոխություն, մի խոսքով դրանք չառանձնացնենք։ Ու գիտենք, որ Թրամփի նախագահության տարիներին հիմնականում այդ սրությունը, հակասությունները շատ են, էլի Իրանի հետ կապված հատկապես ու մասնավորապես տարբեր վտանգավոր փուլերի մեջ եղել ամեն դեպքում։ Ինչ առանձնահատկություն ունի այս գրառումը, որ շնորհակալություն է հայտնում, որ այլևս այս չնայում, այն չնայում, ինչով է բացատրվում առհասարակ Թրամփի կողմից իշխանություններին ուղղված այս հրապարակային շնորհակալություն, ինչ որ մարտավարություն է, թե դիվանագիտություն է, թե այսպես մեղմելու ցանկություն է, որ հետո էլի իր ուզածը անի։ Տեսեք, իրականում Թրամփի դեպքում շատ դժվար է հասկանալ, թե վերջո ինչ է ցանկանում եւ ինչ գործողությունների է դիմելու։ Նույն իրանական ցույցերի մեկնարկից ի վեր գրեթե ամեն օր Թրամփը անդրադարձել է Իրանում տիրող իրավիճակի եւ կարելի ասել անդադ հակասական հայտարարություններ է հնչեցրել։ Նույն այդ ձեր հիշատակած գրառումից հետո, երբ նա շնորհակալություն էր հայտնել Իրանի իշխանություններին, դրանից 1-2 օր անց նորից սպառնալից հայտարարություններ է արել, նշել էր, որ Իրանի գերագույն առաջնորդը հիվանդ մարդ է ու ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրել։ Այսինքն այն պահին, երբ որ թվում է, թե հռետորաբանությունը այսպես մեղմանում է եւ կարծես թե լարվածությունը թուլանում է, նորից լինում է ինչ որ գրառում հայտարարություն Թրամփի կողմից, որ սկսում է կարծել, որ ոչ, գուցե ամեն ինչ չի ավարտվել եւ գուցե դեռ պետք է սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը։ Ինչպես եղավ օրինակ 25 թվականի հունիսին, երբ որ Իրանը եւ Միացյալ Նահանգները ըստ էության բանակցում էին, բայց հենց այդ ընթացքում եղավ Իրանի դեմ գործողությունը ու նաեւ դրան միացավ նաեւ նահանգները։ Այսինքն այն պայմաններում, երբ որ կար բանակցություն, չկար ոչ մի երաշխիք, որ Իրանի դեմ այդ հարձակումը չէր լինելու։ Եվ հիմա եւս, երբ որ էլի չկա բանակցություններ ըստ էության, նորից չունենք որևէ երաշխիք, որ հետագա ինչ որ գործողություն չի լինի Իրանի դեմ։ Այսինքն ձեր գնահատմամբ Թրամփի այս հայտարարությունը իրական ռազմավարական շրջադարձ չէ, եթե ճիշտ եմ հասկանում, ինչ որ ժամանակ շահելու տակտիկական փուլ է երևի, հա, հետագայի։ Տեսեք, հստակ գնահատական տալը էլի դժվար է, բայց ամեն ինչ այո հնարավոր է։ Գուցե օրինակ ներկայումս ընթանում են կուլիսային բանակցություններ կամ թեպետ դրանք տեղի չեն ունենում, բայց եթե նորից Իրանում ձևավորվում է իրավիճակ, չբացառում, որ տվյալ դեպքում կարող է օրինակ լինել ինչ որ գործողություն արդեն ավելի հստակ պլանով, քան ընթացիկ փուլում էր։ Ձեր կարծիքով ինչն է այս պահի դրությամբ Միացյալ Նահանգների համար Իրանի դեմ պատերազմը սկսելու ամենաբարձր կարմիր գիծը այդ իրենց հնչեցրած այդ բարձրագույն թվերը, որ ընդհանուր մինչև 10,000 զոհեր են եղել, մարդկային կորուստների նկատի ունեմ, տնտեսական ցնցումները, թե գլոբալ էսկալացիան։ Ավելի շուտ գլոբալ էսկալացիան, որովհետև եթե մարդկային կորուստների գործոնը դիտարկենք, ապա մենք տեսանք, որ կան հազարավոր զոհեր եւ դա չմղած ինչ որ գործողությունների, այսինքն դա զուտ պատճառաբանություն էր եւ ոչ թե իրական պատճառը։ Տվյալ դեպքում կարող են որպես շարժառիթ օգտագործելով ինչ որ գործողություն ձեռնարկել, բայց որը փաստացի այս պայդրությամբ չի եղել ու դատելով մամուլի հրապարակումներից չի եղել, որովհետև տարածաշրջանի մի շարք երկրներ նման այսպես բանակցություններ են տարել, աշխատանքներ են տարել, որպեսզի էսկալացիա տեղի չունենա, որտեղ դա ազդելու է նաև այդ երկրների վրա։ Այսինքն Իրանում անկայունությունը, Իրանի դեմ գործողությունները վնաս է պատճառելու նաև տարածաշրջանի երկրների, մանավանդ այն երկրներին, որտեղ կա օրինակ ամերիկյան ռազմական ներկայություն եւ տվյալ հիմքով Իրանը կարող էր նաև թիրախավորել այդ երկրներում ամերիկյան այդ բազաները, այսինքն այդ
առումով տվյալ երկրները ջանքեր են գործադրել, որպեսզի այդ էսկալացիան տեղի չունենա։ Հետևաբար կարող ենք ասել, որ Իրանը փաստացի հասել է այնպիսի մի զսպման մակարդակի, որովհետև եթե չեմ սխալվում եւ ճիշտ եմ հիշում, կարծեմ այնտեղ հենց կառավարության համար էլ ցույցեր եղան, այնտեղ անգամ նախագահն էր դուրս եկել, մի խոսքով մասնակցել էին այդ ցույցերին, ոչ թե դեմ կառավարության, այլ կառավարության համար, հանուն կառավարության, հանուն առաջնորդների։ Փաստորեն Իրանը հասել է այնպիսի զսպման մակարդակի, որը աշխատում է նաև Միացյալ Նահանգների համար այս պարագայում։ Տվյալ դեպքում ոչ թե ավելի շուտ այդ պրոիշխանական ցույցերն էին, այլ Իրանի հրթիռային կարողությունները եւ ամեն դեպքում նահանգների օբյեկտները թիրախավորելու կարողություն ու նաեւ Իսրայելի թիրախավորելու կարողությունը, այո, որովհետեւ ըստ էության եւ իրանական կողմից էլ եղավ նման հայտարարություն, որ եթե թիրախավորվում է Իրանը, թիրախավորվում են նահանգների բազաները, թիրախավորվում է Իսրայելը, այնտեղ հնչեցնում էին նաեւ օրինակ Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը, այսինքն այդ լծակները ամեն դեպքում կան, այլ հարց է թե դրանք արդյոք հավասարաչափ հակազդեցություն կարող էին լինել նահանգների գործողություններին թե ոչ, բայց ամեն դեպքում կան եւ տարածաշրջանի երկրներին առնվազն ստիպում էին մտահոգվել։ Ու ոչ միայն այդ հակազդեցությունը, այլև առհասարակ այն անկայուն վիճակը, որ կարող էր առաջանալ Իրանում, քանի որ տվյալ դեպքում դա կարող էր հեշտությամբ փոխանցվել նաեւ հարևան երկրներ։ Լավ, այդ դեպքում ինչ կարող է շահել Թեհրանը, կոնկրետ այդ մահապատիժների թեման, որ այդքան շահարկվեց ու Թրամփը հենց ֆիքսված է դրա վրա, մահապատիժներից հրաժարվելու կամ դրանց չկիրառման միջոցով ինչ որ տվյալ փուլում գոնե, կարող ենք սա համարել էլի ինչ որ ոչ ֆորմալ, բայց դիվանագիտական ժեստ ԱՄՆ-ի համար, ված ԱՄՆ-ին։ Տեսեք, իրականում այդ մահապատիժների թեման շատ այսպես քարոզչական մակարդակում շատ է օգտագործվել, որովհետև Իրանում դեռ ցույցեր էին ընթանում, դեռ ձերբակալություններ էին ընթանում եւ շարունակում են հիմա էլ ընթանալ ձերբակալություններ, եւ այդ մարդկանց դատավճիռը դեռևս չի հրապարակվել, այսինքն այդ մարդկանց գործը դեռ քննվում է։ Ճիշտ է, Իրանի իշխանությունները ասում են, որ այդ գործը քննել են շատ արագ եւ որևէ մեղմացում չի լինելու, բայց գործը դեռևս քննվում է, հետեւաբար մահապատժի մասին այդ պահի դրությամբ գուցե խոսք էլ չկար, այլ ավելի շուտ քարոզչական դաշտում է դա օգտագործվել, քան ռեալ 800 հոգու նկատմամբ մահապատիժ էր սահմանվել։ Այսինքն պարզապես քարոզչական տիրույթում դա շատ լավ տարածվեց եւ այդպես ներկայացվեց։ Այս պահի դրությամբ մենք չունենք Իրանից ինչ-որ պաշտոնական տվյալ, որ օրինակ այսքան չգիտեմ, մահապատիժներ են տեղի ունենալի կամ մարդկանց դատ է տեղի ունեցել եւ նրանք մահապատժ են դատապարտվել։ Ընդ որում ձերբակալվածները մեծ հավանականությամբ հենց մահապատժել դատապարտվելու են, որովհետև նրանց դեմ մեղադրանքը պետության դեմ գործողությունների մեղադրանքն է, ու եթե նրանք մեղադրում են հատկապես եթե ինչ որ սպառությունների մեջ կամ լրտեսության մեջ կամ օրինակ հանրային ինչ որ օբյեկտ այրելու մեջ եւ այլն, այսինքն այդ ամեն ինչը տանում է նրան, որ իրենց նկատմամբ պատիժը լինելու է մահապատիժը, բայց դա հետագայի մասին է խոսքը եւ ոչ թե հենց այս վայի դրության։ Բայց ես հիշում եմ անգամ գլխագրերում այսպես շատ հեղինակավոր լրատվամիջոցների, այնպես շատ իրոք էլի քարոզչականներ միգուցե ամերիկյան եւ բրիտանական ներկայացնում էին, որ ահա այս մարդուն կախաղան հանեցին, էլի մահապատիժ կիրառվեց, այսպես այդ ալիքը էլի դժգոհության ու չգիտեմ իշխանափոխության, բայց կոնկրետ նոր տարուց առաջ փաստորեն այդ ալիքի պորտկումը եղել է այսպես ասած սոցիալական ֆոնի վրա այս պահի դրությամբ ու որքանով է Իրանի ներքին քաղաքական վերահսկելիությունը այսպես պահպանվում իրական ճգնաժամերի դեպքում հուսով եմ հարցը ճիշտ ձևակերպեցի, որովհետև այսպես ներքին կատալիզատոր կա փլուզումների անընդհատ չէ, դա դրսից է գալիս, էլի այդ լրտեսության ֆոնն է, թե իրենք այնպեսի գաղտնի տեղեկատվության են տիրապետում, որ ամեն դեպքում կարողանում են հասցնում են ճնշել այդ ամենը։ Տեսեք, եթե մենք դիտարկենք այս վերջին ճգնաժամի օրինակով, փաստացի իրենք կարողացան վերահսկողությունը իրենց ձեռքը վերցնել, որովհետև նույն հունվարի 8-ին եւ 9-ին արդեն ցույցերը լրիվ այլ բնույթ էին կրել իրենց մարդաշատությամբ, ընդգրկվածությամբ ու նաեւ ինչ-որ առումով ռադիկալիզմով, ու իշխանությունները հենց այդ օրը, այսինքն երբ որ ցույցերը լիովին նոր մասշտաբների հասան, պարզապես անջատեցին ինտերնետ հասանելիությունը եւ սկսեցին բիրտ ուժով գործիքներ
ցույցերից մեկը, այո, դա կոնկրետ իրանական այսպես ցույցերի դեպքում ամենաշատ կիրառված միջոցներից էր ու արդեն մեզ համար սպասելի էր, որ լինելու է նման բան ու պարզապես սպասում ենք, թե երբ են անջատելու օրինակ ինտերնետը, որովհետև բոլոր նախորդ փորձերը հենց այդպես էլ եղել են ինտերնետը անջատելով, ընդ որում նաև Իրան-իսրայելյան պատերազմի ժամանակ դա եղել է։ Հետևաբար այս առումով սա սպասելի էր եւ ըստ էության իրեն կարողացան ուժային միջոցներով ճնշել այդ բողոքի ալիքը եւ անկարգությունները ու նաեւ մյուս կարևոր հանգամանքը այն էր, որ մենք այս ընթացքում ոչ մի տեսակ ճաքեր չնկատեցինք իրանական պետական համակարգում, այդքան ինստիտուտների մեջ ճաքեր չեն եղել, այլ ընդհակառակը բոլորը համախմբվել են, համատեղ հայտարարություններ էին անում եւ ուժային կառույցները, քանի որ նաեւ այդ համակարգի հիմնասյուներից մեկը ուժային կառույցներն են ըստ էության եւ նաեւ ուժային կառույցներում մենք չենք նկատել այդ ճաքերը համենայն դեպս այն ինֆորմացիան, որ դաշտում եղել է, դրա հիման վրա մենք չենք կարող նման ենթադրություններ անել, որ օրինակ ճաքեր է եղել։ Ու հենց դրա հաշվին համակարգը շարունակել է կայուն մնալ, շարունակել է հաղթահարել, կարողացել է հաղթահարել այս ճգնաժամը եւ հիմա էլ մենք նկատում ենք միտում, որ այսպես ավելի են ուժեղացնում վերահսկողությունը հետագա նման իրավիճակներից խուսափելու համար, որոնք իրականում անխուսափելի են։ Հա, իրականում որ վերլուծում ենք, շատ այսպես իդեալական է ստացվում ամեն ինչ, այնուամենայնիվ կուզեի հասկանալ, դուք էլ որպես իրանագետ տեսնում եք արդյոք ինչ որ թույլ օղակներ, եթե Աստված չանի իհարկե լինեն պատերազմական սցենարներ, որովհետև Հայաստանի համար դա էլի հղի է շատ մեծ վտանգներով ու սպառնալիքներով։ Թույլ օղակ նկատի ունեք իշխանական վերնախավում Թեհրանում, Իրանի, այո, առհասարակ այս ամբողջ պատմության մեջ եւ սոցիալական բռնկումների եւ լրտեսների եւ ընդհանուր Իսրայելի հետ կապված աշխարհաքաղաքական այդ process-ներում։ Թույլ օղակը հենց հասարակության շրջանում եղած դժգոհությունն է, այսինքն այդ դժգոհությունը տարիներ շարունակ կուտակվել է, տարիներ շարունակ նոր մասշտաբների է հասել, այդ դժգոհությունը պարզապես դժգոհություն չի, դա նաև հիասթափություն է համակարգից, իշխանություններից, դա նաև այսպես անհուսություն է ինչ-որ առումով ու հետևաբար այդ իրավիճակը պայթյունավտանգ է, այսինքն ցանկացած հաջորդ շարժառիթ կայց նորից իրանցիներին դուրս է բերելու փողոց ու նորից տեղի ունենալու այն, ինչ մենք ականատես ենք եղել, ընդ որում այսպես տրամաբանությունը իրանական ցույցերի, եթե վերջին 10 տարվա կտրվածքով ենք դիտարկում, հետևյալն է, որ յուրաքանչյուր հաջորդ ալիք դառնում է ավելի ուժգին, դառնում է ավելի կազմակերպված ու այս առումով արդեն ընթացիկ ցույցերը իրենք գերազանցել են բոլոր նախորդ ցույցերի ուժգնությունը, բոլոր առումներով, թե ուժգնության մասշտաբով, թե զոհերի եւ թե մի շարք այլ բաղադրիչներով սկսած դրանց ֆոնային առումը եւ այլն։ Ու հետեւաբար մենք եթե իրավիճակը, այսինքն համարենք, որ սրանով վերջ հանգուցան լուծվեց, եւ եթե Իրանում էլի շարունակվելու է նույն տրամաբանությունը գործել իշխանությունների կողմից ու չլինեն խորքային ինչ-որ փոփոխություններ, մենք էլի ականատես ենք լինելու հերթական բողոքի ալիքի, ընդ որում խորքային փոփոխություններ կոչվածները շատ հարաբերական, թե ինչ կարող է լինել, ու նաեւ շատ հարաբերական է նաեւ այն, թե արդյոք դա եւս կազդի ու հասարակությունը այլևս բողոքի դուրս չի գա։ Իսկ ես կարծում եմ, որ հասարակությունը միևնույն անգամ այդ պայմաններում կարող է բողոքի դուրս գալ, որովհետեւ շատ մեծ հիասթափություն եւ ատելություն կա կուտակված, ինչը էլի մղելու է ցույցերի։ Դեպքում չեն խուսափելու։ Ես չեմ դադարելու խոսել պատերազմից, որովհետև դա այն որ այս պահեդրությամբ ամենամեծ սպառնալիքն է ամեն դեպքում, եթե պատերազմ սկսվի, ես գլոբալ մակարդակով նկատի ունեմ այդ գլոբալ խաղացողների մեջ ԱՄՆ, Իսրայել, Իրան, ինչ սցենար է Իրանի համար, այսպես առավել շահավետ ու Հայաստանի համար պակաս գոնե վտանգավոր, չգիտեմ, երևի ուտոպիստական բան եմ ասում, որպեսի այտենց ուղղակի բախում լինի, թե երկարատև ասիմետրիկ դիմադրություն լինի ու կարողանա հաղթահարվի այդ վիճակը, էլի ոնց որ եղավ այդ 12-օրյա պատերազմի ժամանակ։ Տեսեք, իրականում այստեղ որպեսզի հասկանանք թե ինչ կարող է լինել, մեզ համար շատ կարևոր է, թե ենթադրյալ ռազմական գործողությունը ինչ բնույթ է ունենալու։ Օրինակ, արդյոք ռազմավարական օբյեկտներ են թիրախավորվում, թե թիրախավորում են անձանց։ Այսինքն սա շատ կարևոր է հասկանալու համար հետագա իրադարձությունների զարգացման այսպես հավանական սցենարները, որովհետև եթե օրինակ ռազմական օբյեկտներ են թիրախավորում, ըստ էության լինելու է այն, ինչ եղավ 12-օրյա պատերազմի ժամանակ, այսինքն Իրանն էլ ինչ որ պատասխան հարվածները, այո, հասցնելու
լինելու եւ գուցե դրանով ամեն ինչ ավարտվի, բայց այլ հարց է, եթե օրինակ թիրախավորվում են անձինք, ու այլ հարց է, եթե դրան հաջորդում է նաեւ այլ գործողություններ ու միջամտություններ։ Այսինքն դա լրիվ արդեն ուրիշ սցենար է յետևում, կամ գուցե օրինակ կարող է լինել իրավիճակ, երբ թիրախավորվում են տնտեսական նշանակության ենթակառուցվածքներ, ինչը օրինակ կարող է նշանակել, որ Իրանի իշխանությունների համար փաստորեն ստեղծում են ավելի շատ խնդիրներ, ավելի շատ ճգնաժամային իրավիճակներ, օրինակ եթե նավթային ենթակառուցվածքներ են թիրախավորում, սա նշանակում է, որ կարող են խնդիրներ ունենալ իրենց նավթի օրինակ արդյունահանման ու արտահանման գործում, ինչը Իրանի համար երկրի, որի բյուջեի եկամուտներից զգալի մասը նավթի վաճառքից է գնում, արդեն իսկ խնդիր է, ընդ որում արդեն իսկ Իրանը խնդիրում է այդ նավթը վաճառելու հարցում պատժամիջոցների պատճառով։ Այսինքն եթե տնտեսական ենթակառուցվածքներ թիրախավորեն, նշանակում է, որ իշխանություններին գցում են այսպես երկարաժամկետ հյուծման ու ճգնաժամային իրավիճակների մեջ, որպեսզի ելի հասարակությունը այդ պայմաններում դուրս գա ակցիաների ու նորից լինի նույն բողոքի ալիքը։ Այսինքն անդադ խնդիրներ տարբեր ոլորտներում, սցենարներից մեկը դա կարող է լինել։ Լավ, տեսեք, քանի որ էլի տարեսկզբին դեռ հələ տարին նոր ենք մուտք գործել եղավ այդ վենեսուելական հայտնի գործողությունը Թրամփի կիրառած, այնտեղ էլ կարծես մոդելի նմանություն կա, չէ, հասարակական այսպես ալիք, բախումներ, ցույցեր, տարբեր մեղադրանքներ նախագահի հասցեին, սցենարը գրեթե նույնն է, բայց Իրանի պարագայում կարծես թե դա չաշխատեց կամ չէր կարող աշխատել, այսինքն ավելի շատ կանխարգելիչ միջոցառումների տպավորություն էր թողնում այսպես Թրամփի ասածներ, որ այ տեսեք աշխարհ, ես այսպես էլ կարող եմ անել։ Իրանի դեպքում չաշխատեց, այո, որովհետև համակարգը շատ այսպես հաստատուն Ավելի արմատ։ Իրանական համակարգը գործեց նաև պատերազմի ժամանակ, երբ գլխատվեց ողջ ռազմական ղեկավարությունն, այսինքն համակարգը այս առումով իրանական շատ ամուր է, պինդ է եւ որոշումների կայացման մեխանիզմը շատ այսպես խրթին է նաև ինչ որ առումով, բայց նաև միաժամանակ այնքան այդ ինստիտուտները, որոնք երբեմն որոշումների կայացումը խրթին են դարձնում, բայց այդ ինստիտուտների գոյությունը նաև նման իրավիճակներում փաստացի ավելի է ամրապնդում համակարգը ու ավելի դժվար խոցելի է դարձնում։ Այս առումով այո, այդ սցենարը Իրանի դեպքում չգործեց նաև այդ նույն այն պատճառով, որ ուժայինները լիովին լոյալ են համակարգին ու այնտեղ հենց կա նաև ուժային կառույց, խոսքը ՀԻՊԿ-ի մասին է, որը հենց այդ համակարգը պաշտպանելու համար է ստեղծված։ Լավ, եթե հիմա Թրամփին մի քիչ մի կողմ թողնենք որպես ԱՄՆ գերտերության առաջնորդ, մյուս գերտերությունները եւ Ռուսաստանը եւ Չինաստանը իրական ռազմական էսկալացիայի դեպքում ըստ ձեզ վերլուծում եք ինչպես կդրսևորեն, այսպես կմնան դիտորդական կարգավիճակում, կմիջնորդեն, թե այսպես լռություն կպահպանեն ամեն դեպքում։ Տեսեք, չեմ կարծում, թե ուղիղ միջամտության տարբերակը այս պահին այսպես տեսանելի է, որ կարող են իրենք էլ ուղիղ միջամտություն ցույց տալ։ Կուլիսային ամեն դեպքում դիվանագիտական։ Տեսեք, օրինակ նույն Ռուսաստանի դեպքում այս պահին առնվազն կա ռազմական ոլորտի համագործակցություն, նամանավանդ 12-օրյա պատերազմից հետո Իրանը ակտիվ բանակցում է տարբեր զինատեսակներ գնելու հարցում ու փաստացի այս առումով ավելի են սերտացել Իրան-Ռուսաստան հարաբերությունները եւ հիմնական գնումները Ռուսաստանից է կատարում, նաև կա իհարկե Չինաստանից գնումներ, բայց այս պահին ավելի շատ ռուսական գնումների մասին է հայտնի։ Այսինքն այս առումով հաստատի ռուսական կողմը աջակցում է իրանական կողմին մեծացնել իր պաշտպանողակությունը։ Եվ հետևաբար այդ աջակցությունը նաև հռետորաբանության մակարդակում մենք տեսանք այս օրերին, չեմ կարծում, թե դրանից այն կողմ կարող է անցնել, գուցե լինեն օրինակ համատեղ տնտեսական նախագծեր, որոնք արդեն իսկ կան, նույն այդ ռազմական ինչ-որ գործարքներ եւ այլն, բայց այն, որ ինչ-որ ուղիղ միջամտություն ցուցաբերեն պատերազմի ընթացքում, դա արդեն առայժմ չեմ կարծում, թե հնարավոր է։ Լավ, ի վերջո ով է ավելի շատ ձեր մեկնաբանությամբ վախենում կամ խուսափում պատերազմից, Վաշինգտոնը թե Թեհրանը։ Խուսափում։ Միանշանակ Թեհրանը կարծում եմ, առհասարակ այս վերջին տարիների իրանական քաղաքականությունը հենց դրան է ուղղված եղել պատերազմից խուսափել։ Ու նաև դրան էր ուղղված տարածաշրջանում տարբեր
երկրներում պրոքսիներ ունենալը եւ այդ պրոքսիների միջոցով գործողություններ ձեռնարկելը, բայց այդ ամեն ինչը վերջին 2 տարիներին փոխվել է իրավիճակը, ըստ էության Իրանը օրինակ զրկվել է Սիրիայից, իր ամենամեծ դաշնակցից այդ երկրում իշխանապողության հետևանքով։ Լիբանանում Հեզբոլլահն էր իրանական ամենամեծ դաշնակիցը, որը Իսրայելի գործողությունների հետևանքով զգալիորեն թուլացել է։ Նույնը Պաղեստինում, Գազայում Համասի դեպքում, այսինքն տարածաշրջանում Իրանի դաշնակիցների շրջանակը եւ Իրանի գործողության այդ լծակները զգալիորեն սահմանափակվել են, ու ի վերջո այդ սահմանափակման արդյունքը եղավ այն, որ անցյալ տարի այդ պատերազմը տեղափոխվեց ուղիղ առճակատման դաշտ Իրանի եւ Իսրայելի միջև, դրան միացավ նաեւ նահանգները, ու այս պայմաններում միևնույնն է Իրանի համար շարունակում է անգամ այդ ժամանակ Իրանը հնարավոր ամեն ինչ անում էր պատերազմից խուսափելու համար, բայց դա դարձավ անխուսափելի։ Հիմա եւս Իրանը շարունակում է հնարավորինս խուսափել պատերազմից, բայց եթե դա միանգամից գալիս եւ քեզ հարվածում է, դա դառնում է անխուսափելի, ու ըստ էության պետք է արդեն պատասխան գործողություններ ձեռնարկես։ Այդ դեպքում Հայաստանի դիրքորոշումը որը կլինի։ Հայաստանի համար իհարկե կարևոր է, որ Իրանում լինի կայունություն բոլոր առումներով, նույն պատերազմական գործողությունների տեսանկյունից եւս դա մեր օգտին չէ մի շարք պատճառներով, սկսած նրանից, որ մենք Իրանի հետ շատ սերտ առևտրային հարաբերություններ ունենք, Իրանն մեր տարանցիկ ամենակարևոր ուղիներից մեկն է, ու պատերազմական գործողությունը կարող է խաթարել այդ ուղու օրինակ անխափան գործունեությունը, կարող է մեր առևտրային հարաբերություններին վնաս հասցնել, էլի սկսած նրանից, որ ինչ որ ապրանքներ չեն կարողանա ներկրել, ինչ որ ապրանքներ Իրանը օրինակի վիճակի չի լինի այլևս արտահանել ելնելով այդ իրավիճակից, սա որպես սցենար, ու վերջացրած նաև քաղաքական գործոններով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ ու այն դիրքորոշումը, որը Իրանը ունեցել է այս տարիներին այդ մասով։ Դրան կանդրադառնանք, մի հետաքրքիր վարկածի մասին եմ ուզում խոսել ԱՄՆ-Իրան հարաբերությունների կոնտեքստում, որ միջադեպը տեղի ունեցել ուղիղ 10 տարի առաջ 2016 թվականին, այդ տարածքային ջրերում տեղի ունեցած ամերիկացի զինվորականների ձերբակալության մասին է խոսքը, որը այսպես միջազգայնագետները եւ փորձագետները իրականում համարում են դա կարծես Ամերիկայի ռազմական պարտության եւ նվաստացման այսպես խորհրդանիշ, ու ասում են, որ ամեն դեպքում Թրամփի այդ հիշաչարությունը դրա հետ է նաև կապված, ոչ միայն, այսինքն այստեղ անձնական բան էլ կա, էլի, որ անձնական հպարտությանն է կպել, ամեն դեպքում 24 ժամանց բաց են թողել, ինչ որ չգիտեմ, չեմ կարող մանրամասները հիշել այս պահեդրությամբ, բայց այդ Ֆարսի կղզում տեղի ունեցած միջադեպը իրականում եւ այդ ժամանակ եւ հիմա ինչ ազդեցություն է թողել, փոխել է արդյոք ուժերի հավասարակշռությունը գոնե Պարսից ծոցում, թե ունի ավելի շատ խորհրդանշական հաղթանակ էր Իրանի համար, այնպես որ բռնեց ու բաց թողեց, էլի։ Տեսեք, իրականում հատկապես նախկինում վերջին 10 տարվա կտրվածքով թեկուզ Պարսից ծոցի շրջանում նման միջադեպերը շատ հաճախ էին տեղի ունենում, այսինքն ոչ թե որ շենց անձնակազմական շեշտում են, բայց այդ միջադեպը դա որովհետև յուրահատուկ էր, երբ որ իրանցիները անձնակազմին էին ձերբակալել, եւ դա բնականաբար քարոզչական դաշտում բավականին տարածվեց եւ իրանական հզորության խորհրդանիշ ներկայացվեց, բայց այդ ժամանակաշրջանում նման միջադեպերը շատ հաճախ էին, օրինակ շատ լինում էր, երբ որ ամերիկյան անօթաչու թռչող սարքեր էին իրանցիները խոցում, հետո նաև ենթադրենք դրա հիման վրա կրկնօրինակ ստեղծում Իրանը։ Այսինքն նման այդ ժամանակաշրջանում այդ միջադեպերը սովորական երևույթ է, բայց նույն այդ անձնակազմի ձերբակալության հետ կապված կա նաև մեկ այլ մոտեցում, ընդ որում այս մասին Իրանի նախկին պաշտոնյաների կողմից շատ այդ մասին խոսվել, դա այն է, որ 2016 թվականին է դա տեղի ունեցել, այն ժամանակ, երբ որ արդեն կնքվել էր միջուկային համաձայնագիրը, եւ 2016 թվականից պետք է Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնեին, ու Իրանի ներսում բարեփոխական այսպես ճամբարի շրջանակներում կար մի այդպիսի մոտեցում, որ դա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից դիտմամբ ձեռնարկված գործողություն էր, որպեսզի վնաս հասցներ այդ
համաձայնագրին, այսինքն դրա իրագործմանը, այսինքն այն պայմաններում, երբ Իրանը եւ այո նահանգները հասել են նման համաձայնության, ԻՀՊԿ-ն նման գործողություն է ձեռնարկում ու դա բարեփոխականները ու կարծեմ հենց արտգործնախարար Ջավադ Զարիֆը նման հայտարարություն իր հետագա արդեն հարցազրույցներ երբ արդեն նախարար չէր նման հայտարարություն արել է, եթե չեմ սխալվում, որ սադրելու նպատակ էր հետապնդում։ Դա Թրամփը անընդհատ հիշում է այս միջադեպը իրականում իր հենց ճեպազրույցներից մեկում էլ էր ասել, դրա համար ուզեցի հասկանանք, բայց ինչու ձեր կարծիքով Միացյալ Նահանգները այդ պահին հենց չգնաց որևէ կոշտ պատասխան քայլերի, եթե միջադեպը այդպես ընկալվեց որպես նվաստացում գլոբալ մակարդակով։ Քանի որ այդ պահին կողմերը գնում էին իրականում լարվածությունը թույլատնելու ուղղությամբ եւ հաստատի արդեն կար միջուկային համաձայնագիրը ու հավելյալ ինչ որ գործողությունները նշանակել էր միանգամից այդ տարիների աշխատանքը ջուրը լցնել, իսկ այդ ժամանակ դեռ Օբամայի կառավարություններ եւ նրանք հակված էին ավելի շատ Իրանի հետ համաձայնության, քան հակառակը իրավիճակը սրելու, ամեն ինչ արդեն փոխվեց, երբ եկավ Թրամփը ու փոխվեց հենց իր առաջին նախագահության ընթացքում։ Բայց երևի համաձայն կլինեք, որովհետև Իրանը իսկապես նման նպատակային կերպով կիրառում է նման միջադեպերը ԱՄՆ ռազմական հեղինակությունը խարխլելու համար, շեշտեցիք էլ որ Զարիֆն էլ էր անընդհատ դա կիրառում։ Էլի այս դեպքը Իրանի ներսում ծառայել է որպես ներքաղաքական լեգիտիմացման գործիք հենց ԻՀՊԿ-ի համար։ Տեսեք, անգամ այդ համաձայնության ձեռքբերման պայմաններում Իրանի ներսում շարունակվել է Միացյալ Նահանգների նկատմամբ այդ զգուշավոր եւ մոտեցումը եւ նահանգներին չվստահելու մոտեցումը դիրքերից առաջամարտիկներից էր նման մոտեցումների ԻՀՊԿ-ն եւ հետեւաբար ԻՀՊԿ-ն այո շարունակել էր այդ նույն քաղաքականությունը առաջ տանել, իսկ հետագայում երբ որ համաձայնագիրը օրինակ փլուզվեց, այսպես երեսով տալ, թե տեսեք մենք ճիշտ էինք օրինակ որ նահանգների հետ պետք չէր գործարքի գնալ եւ այլն, այսինքն այս առումով իրենք այդ քաղաքականության հակաամերիկյան քաղաքականության առաջամարտիկներից են ու նաեւ ցանկացած ձախողում Ամերիկայի հետ բանակցություններում դա օգտագործվում է այո իրենց դիրքերն ավելի ամրապնդելու համար։ Դուք ել եք նկատում, որովհետեւ մյուս փորձագետները դա նկատել են առհասարակ, որ Իրանի շուրջ ընթացող այս լարվածության ֆոնին մի քանի հետաքրքիր գործոններ են ի հայտ եկել, մասնավորապես հենց Իսրայելի այսպես ավելի զուսպ ասեմ, թե ինչ զուսպ պահվածքը, Թուրքիայի արդեն ավելի Իրանամետ էլի պահվածքը դիրքորոշումը այսպես ցույցերի նկատմամբ։ Հիմա այստեղ միանգամից կանցնենք իհարկե հայկականին, բայց դուք եք նկատում այդ տարբերությունը արդեն նախկինում ու հիմա։ Հաստատի եթե մամուլի հրապարակումներին հղում անենք, ստացվել է այնպես, որ ամերիկյան հարձակումը տեղի չի ունեցել, որովհետև տարածաշրջանային երկրները, այդ թվում Իսրայելը, Թուրքիան նման այսպես համոզել են, որ նահանգները հարձակում չգործի ու դա էլի գալիս է ըստ էության նրանից, որ մի շարք երկրների համար դա անցանկալի է, որպեսզի իրենց երկրները չթիրախավորվեն, ոմանց դեպքում էլ պարզապես, որ օրինակ նույն Թուրքիայի դեպքում, որ Իրանը կայուն լինի եւ այդ եթե անկայուն լինի, դա նաեւ հարմար է, որ կայուն լինի բնականաբար։ Իհարկե բնականաբար որպես տարածաշրջանային հակառակորդի իրենց համար նաեւ ձեռնտու է, որ Իրանը լինի թույլ, բայց լինի կառավարելի եւ կայուն։ Այսինքն այդ տարածաշրջանային հավասարակշռության ու ապագա այն սցենարներից անցանկալի սցենարներից խուսափելու համար նկատի ունեք։ Միաժամանակ նաև որպեսզի այդ նույն ճակատագիր օրինակ արտաքին միջամտության հանկարծ չսպառնա իրենց եւս կարծում են գնում Թուրքիայի դեպքում կամ Պարսիստուց նկատի ունեք հիբրիդային արդեն պատերազմները, հա։ Եվ հիբրիդային եւ արտասական ցանցերի գոյությունը, դերակատարությունը, հա, արդյոք բայց ներկայիս զսպվածությունը կարող է վերածվել այդ երկարաժամկետ դեեսկալացիա, որ մի քիչ այսպես շունչ քաշենք, թե պարզապես էլի լարվածության կուտակման հերթական փուլն է սկսվում։ Չեմ կարծում այսպես շունչ քաշելու հնարավորություն կա առաջիկայում, որովհետև լարվածությունը ըստ էության շարունակվելու է եւ պարզապես ունենալու է այսպես տարբեր ելևէջներ ու դրսևորումներ ու ընդհանուր լարվածությունը, բայց միանշանակ պահպանվելու է։ Անպայման ուզում եմ խոսենք ամեն դեպքում Իրանի
նոր դեսպանի կոշտ հայտարարությունից չէինք կարող դրան չանդրադառնալ։ Ես չգիտեմ, եթե ճիշտ եմ կամ սխալվում եմ, ասեք, հուշեք, որովհետև ես երբևէ Իրանի կողմից կամ Իրանի դեսպանների կողմից նման գործձևակերպումներ չեմ լսել Հայաստանի վերաբերյալ։ Միգուցե սխալվում եմ, բայց երբևէ չեմ լսել կոնկրետ ու այսպես տպավորություններ, որ հա մենք սկսելու ենք դասվել արդեն թշնամական երկրների շարք, սենց շատ սուր էր էլի իրականում, բայց մենք գիտենք, որ աշխարհում գլոբալ հիմա գործում է ուժի գործոնն է, միջազգային օրենքներն էլ թողել ենք մի կողմ, այսպես սենց հետադարձ հայացք ենք նետում, ասում ենք հա դուք կաք միջազգային օրենքներ, բայց այստեղ ուժն է գործում ու անձնական շահը տվյալ պարագայում, որ միշտ այսպես մեղադրեց, ասաց, մենք միշտ պաշտպանել ենք Հայաստանի թիկունքին կանգնած ենք եղել, բայց Հայաստանն այսպես ցույց տվեց, որ իր ցույցերով ինքը ինչ որ առումով, էլի այսպես խոսքը ոնց որ ավելի շատ էլի հիբրիդային դրա համար անունը տվեցի, հիբրիդային պատերազմի մասին, իբր լսում է նրան ու ներառվել է այդ ամեն ինչի մեջ, տպավորությունը դա էր։ Հիմա ինչ ռեալ քաղաքական նպատակներ էր հետապնդում առհասարակ Իրանի դեսպանի հրապարակային կոշտ հայտարարությունը Հայաստանի նկատմամբ, որովհետև ամեն դեպքում չեմ կարծում, որ այսպես թեկուզ եւ ձեր հարցազրույցներից մեկում լսեցի, որ դա զուտ անձնական դիրքորոշում էր այդ պահին ասված, բայց Իրանի նման դիրքորոշում ունեցող, որպես արմատական ու շատ հիմնային դիրքորոշում ունեցող երկրի դեսպանը չեմ կարծում, որ կարող էր այսպես շատ կոշտ անձնական կարծիք հայտնել։ Հայտարարությունը իսկապես կոշտ էր, բայց նույն այդ հարցազրույցում ես նկատի ունեի ոչ թե որ հենց դա նրա անձնական կարծիքներ, ես այնտեղ նաև շեշտեցի, որ նա մամուլի ասելիս է տալիս, որպես Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան, հետևաբար դա զուտ դեսպանի անձնական կարծիք դիտարկել չենք կարող։ Նկատի ունեի, որ դեսպանը կարիք չուներ ինչ որ հատուկ հրահանգավորում ստանալ Թեհրանից նման հայտարարություն անելու համար, որպես դեսպան նա կարող էր այդ հայտարարությունը անել, որը այո, ինչպես նկատեցիք կոշտ էր, բայց եթե մենք ինչ որ պատմությանը հղում անելու կարիք ունենանք, տվյալ դեպքում եւ վաղանցյալից եւ ոչ վաղանցյալից մենք էլ հիշելու բաներ կունենայինք, ու այդ առումով մեր առումով այո Իրանի դեսպանի հայտարարությունը չեմ կարծում, որ տեղին էր, որովհետեւ ցույցերի անցկացումը, խաղաղ ցույցերի անցկացումը դա մեր օրենսդրության շրջանակներում լովին նորմալ եւ ընդունելի է ու ինչ որ հիմք չկար պարզապես այդ ցույցերը արգելելու կամ ցրելու դրանք տեղի ունեցել որոշակի հեռավորության վրա տեղի ունեցել ոստիկանական հսկողության պայմաններում եւ այո եղել են խաղաղ, հետեւաբար ակնկալել որ մենք պետք է այդ ցույցը արգելեինք, կարծում եմ այդքան էլ ճիշտ մոտեցում չէր եւ միայն դատելով նրանից, որ Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց անցկացվում է խաղաղ ակցիա, դրանով Հայաստանը չի դառնում ինչ-որ հակաիրանական գործողությունների կենտրոն։ Հա, ու դեսպանի խոսքով, այսպես ուզում եմ ցիտեմ, եթե մասնատվի Իրանը, Հայաստանը եւս պարտվողների թվում կլինի, որքանով է սա ռեալ ռազմավարական նախազգուշացում, որքանով ռետորական ճնշում իրականում։ Տեսեք առհասարակ այդ Իրանի մասնատվելու թեզը հենց Իրանի ներսում շատ տպավորություն է, այսպես ցանկացած անկայունության ժամանակ միանգամից իշխանությունները այդ մասին է սկսում խոսել, որ Իրանը կարող է մասնատվել եւ այլն։ Բնականաբար Իրանի մասնատումը մեզ ձեռնտու չէ, բայց այս պահին անգամ խոսք չի գնում Իրանի մասնատման մասին, ընդհանրապես չգիտեմ, բողոքի ակցիաներին, որոնք այո շատ ուժգին էին, բայց հերավոր եթե ինչ-որ սցենար դիտարկենք, որ Իրանը մասնատվում է, ու այո, դա մեր օգտին չի կարող լինել մի քանի գործոններ հաշվի առնելով ու նաև ելի մի քանի սցենարներ հաշվի առնելով, թե այդ մասնատման հետևանքով ինչեր են ձևավորվում, ինչ է տեղի ունենում։ Հետևաբար այդ նախազգուշացումը, որը իրենք շատ հաճախ հենց երկրի ներսում են կիրառում ու նաև դա որպես զսպող միջոց են օգտագործում հանրության շրջանում, մեզ ուղղել է, կարծում եմ, էլի ինչ որ կա հստակ կարևորություն չուներ այդ առումով, որովհետև այդ վտանգները գիտակցում ենք նաև մենք ու Հայաստանում շատ լավ կարծում եմ դա տեսնում ու հասկանում են։ Հա, որովհետև սովորաբար նման իրավիճակներում դիվանագիտական փակ խողովակներով, այսինքն տեղ է հասցվում թեկուզ
թույլ էսպես դժգոհությունը որ կա, ամեն դեպքում շտկելու համար հարևանի հետ։ Բայց ձեր կարծիքով այս հայտարարությունը կբերի Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների լարվածության աճի, դուք այդ միտում նկատում եք, թե ոչ, թե կստեղծի հնարավոր դիվանագիտական լծակ արդեն Իրանի նկատմամբ, որ մենք էլ կասենք, մենք էլ ունեինք, չէ, որոշակի հարցեր կային։ Իրականում ես առայժմ չեմ տեսնում միտում, որ հարաբերությունները գնում են լարվածության ուղով։ Հենց նույն Իրանը այդ ցույցերի օրերին Հայաստանում էր Իրանի փոխարտգործնախարարը քննարկում էին հարաբերությունների զարգացման հարցեր, ընդհանուր ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրում, ու կարծում եմ, որ ընդհանուր միտումը ու տրամաբանությունը այսպայն հայ-իրանական հարաբերությունների զարգացման հենց դա է, որ շարժվում ենք դեպի ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, նաև տարբեր ոլորտներում հարաբերությունները իսկապես աճ են գրանցել վերջին տարիներին, առևտուր, ենթակառուցվածքների ոլորտում համագործակցություն եւ այլն, ու այդ միջադեպ այն, որ անցկացվում են ցույցեր, այս պայծրությամբ ամենայն դեպս ես չեմ տեսել այլ ցուցիչներ, որ դա ազդել է եւ հարաբերությունները գնում են ինչ-որ վատ ուղով։ Իսկ միշտ տեսանկյունից եթե դիտարկենք հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության գործընթացի շրջանակում, որ արդեն ինչ որ առումով քիչ-քիչ սկսում է ձևավորվել, շոշափելի դառնալ թրիփի մակարդակով արդեն այս պարագայում Իրանը կարող էր որևէ դժգոհություն ունենալ, որը ուղղակի ցուցադրեց հենց այդ զուտ ցուցարարների հետ կապված այդ կոնտեքստում։ Թրիփի հետ կապված կարող էր ինչ որ գաղտնի տեղեկությունների տիրապետել հենց այդ ճանապարհային հարցերի վերաբերյալ առհասարակ։ Կարծում եմ այստեղ դժգոհությունը առաջին հերթին հենց ակցիաների հետ էր կապված, որովհետև թրիփի դեպքում իրենց դժգոհությունը պարբերաբար հայտնել են, իրենց մտահոգությունները պարբերաբար հայտնել են, նույն այդ ասուլիսի ընթացքում եւս էլի անդրադարձել եղել քողարկված չի դրան։ Չեմ կարծում, թե հստակ այստեղ ինչ որ խթանը թրիփներ, կարծում եմ հենց բողոքի ակցիաներն էին առաջնահերթ խթանը, թրիփը կարող է լինել հավելյալ ինչ որ գործոն։ Լավ, այս պարագայում ինչ սցենարներ եք տեսնում, ամփոփենք երևի այս հարցով, որոնք կարող են առավել վտանգավոր լինել Հայաստանի համար Իրանի ռազմավարական շահերի տեսակետից։ Այս պայծրությամբ իրավիճակը ըստ էության որոշակիորեն հանդարտվել է հարաբերական անդոր է։ Հայաստանի տեսանկյունից ամենաայսպես վտանգավոր իրավիճակը այն է, որ Իրանում լինի մշտական անկայունություն եւ անվերահսկելի իրավիճակ, որովհետև դա կարող է տարբեր առումներով ազդել Հայաստանի վրա, սկսած օրինակ անգամ հոսքից եւ իրանահայերի հոսք եւ իրանցիների հոսքը դեպի Հայաստան եւ ինչպես արդեն նշեցի, մեր առևտրի վրա ունեցած ազդեցությունից, օրինակ նույն ռեալի այդ փոխարժեքի անկման խնդիրը առաջ էր բերել որոշակի խնդիրներ նաեւ հայ գործարարների համար, այսինքն տնտեսական անկայունությունն է իր հերթին ազդում մեզ վրա եւ նաեւ ցույցերի տեսքով կամ չգիտեմ այլ անկայունության տեսքով իրավիճակը կարող է ազդել, արդեն նշեցի, ընդհանուր մինչև տարանցիկ երթուղիների հետ կապված համագործակցության վրա հայ-իրանական համատեղ նախագծեր ունենք, որոնք ենթադրենք պետք է իրանական ֆինանսավորմամբ իրականացվեին, դրանք տարիներ շարունակ չեն էլ իրականացվում այդ ֆինանսների բացակայության պատճառով, այսինքն այս առումով միանշանակելի կարող ենք այսպես խաչքաշել այդ ծրագրերի վրա, որտեղ ըստ էության նման պայմաններում դա էլի շարունակելու է անհնար լինել, ու էլի շատ համատեղ նախագծեր ունենք, որը կարող է այսպես կամ դանդաղել կամ ինչ որ հարցականի տակ լինել, այսինքն ցանկացած տեսակի վատ սցենար Իրանի դեպքում մեր վրա իր անդրադառնալու է, որտեղ մենք հարևան երկրներ ենք, այդ հարևանությունը ոչ միտեղ չի վերանում, չի անցնում, ու հետեւաբար մենք եւս ազդվում ենք, ու նաեւ դա էր պատճառը, որ Իրանի շատ հարևան երկրներ այսպես դիմել էին, որ հարձակում չլինի Իրանի վրա։ Շնորհակալ եմ Շալժանի, Շնորհակալ։ Շարունակեք հետևել մեզ Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում շաբաթվա անցուդարձից առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։